Դուք պնդում եք, որ ընտրական գործընթացների ընթացքում հրապարակված գաղտնալսումները բացասաբար են ազդել ընտրողների կամահայտնության վրա եւ հետեւաբար ընտրությունների արդյունքների վրա։ Երեք ուժերին խնդրում եմ պարզաբանել, թե այդ ընտրություններից առաջ, շատ ավելի առաջ նաեւ Ռուսաստանի Դաշնության նախագահի եւ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խոսք, որոնք հիմնականում պաշտպանության տակ էին առնում այդ երեք ուժերին եւ չէին էլ թաքցնում դա, որևէ ազդեցություն կարող էր ունենալ ընտրությունների արդյունքների վրա, ընտրողի ազատ կամքի ձևավորման վրա եւ ինչու այս գործոնը դուրս է մնացել ձեր դիմումի փաստարկներից։ Բարձր դատարան մեծարգո նախագահով խնդրում եմ այսուհետ եւ մի անգամ էլ եմ խնդրում երեք ուժերի նույնացման գործընթացը դադարեցնենք, դա ուղղակիորեն տեղավորվում է քաղաքական ուժերից մեկի, քաղաքական ուժից երրորդ անձի քաղաքական պնդումների դաշտի լույսի ներքո, հակառակ դեպքում ես խնդրելու եմ դատավորներից որևէ մեկին, այդ թվում նաեւ բացակայող երկու դատավորներից որևէ մեկին քննարկեն Տիկին Սեդա Սաֆարյանի մասնակցության հնարավորությունը այս նոր փաստերի լույսի ներքո։ Պատասխանեմ ձեր հարցին, Տիկին Սաֆարյան։ Հայցի մեկ ներկայացրել ենք դիմումում ներկայացրել ենք ընտրախախտումների ծավալը, որը սահմանադրական դատարանը քննարկում է։ Եվս 6 քաղաքական ուժեր ներկայացրել են դիմումներ, որտեղ ներկայացրել են խախտումների հետ կապված։ Ըստ էության արտասահմանյան միջամտության հետ կապված ես եմ ներկայացրել կետերից մեկը եւ ուղղակիորեն նախատեսել եմ, որ ընդամենը մի դեպք է եղել, մի քաղաքական ուժ կա, որը անվանական ստացել է աջակցություն եւ այդ աջակցությունը օգտագործել է ընտրական գործընթացների մեջ։ Դա քաղաքացիական պայմանագիրն է։ Երկու օտարերկրյա պետությունների նախագահներ, որոնք իրավունք չունեն ոչ միջազգային իրավունքի, ոչ ընտրական իրավունքի լույսի ներքո մասնակցել Հայաստանի Հանրապետության նախընտրական հարցին պատասխանում եմ։ Բարձր դատարան պատասխանեք, եթե դուք գտնում եք դրա հասցեատերը չի թող չպատասխանի։ Շատ ներողություն եմ խնդրում։ Բարձր դատարան չի տեղ չգտել, նկարագրում եմ ինչն է տեղ գտել։ Չէ, պարոն Արբելյան, մեկ վարքյան։ Տիկին Սաֆարյանի հարցը երեք կուսակցություններին եւ դաշինքներին մենք կճշտենք որ դաշինքների եւ կուսակցության մասին է։ Ուժը Հայաստանին ավերաբերվում եւ Հայաստան դաշինքին։ Շատ բարի, Տիկին Սաֆարյան, այդ երկրորդը հարցը հետեւյալի մասին էր, մեկ վարքյան, դա էլ կճշտենք, հարցը հետեւյալի մասին էր։ Կոնկրետ երկրի մասին էր եւ կոնկրետ երկրից կատարված կոչերի կամ գործողությունների սույն ընտրությունների վրա ազդեցության մասն էր, ոչ թե առհասարակ։ Առհասարակ դուք ձեր խոսքում ներկայացրել եք, մենք դա ունենք, եզրափակ ինչ ունեք ասեք, կոնկրետ այս հարցի հետ կապված ինչ ունեք ասել եւ Տիկին Սաֆարյան երրորդ ուժն էլ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը նկատի ունեք, թե Ես Բարգավաճին իրենց հետ կապված նման հայտարարություն չեմ։ Երեք ուժեր ասացիք, Տիկին Սաֆարյանի ասած երեք ուժեր, բայց չասած որ ուժեր է, ես Բարգավաճ Հայաստանը դուք կարող եք կարճ ասել, որ ձեզ չի վերաբերվում, ինչու եք այդպես։ Շնորհակալություն, ավարտեմ, բարձր դատարան։ Ոչ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման մեջ, ոչ ներկայացված բողոքներից որևէ մեկում այդ հարցը բարձրացված չէ։ Դուք արևմտյան ուժերի նշել եք։ Տիկին Սաֆարյան, ես խնդրում եմ, եկեք հարցը կամ նորմալ կարգով գնանք, բարձր դատարան կարգով պարոն Հարցին կարող եմ պատասխանել։ հարց չի տրվել։ Ինձ հարց չկա։ Չէ, նստեք։ Ձեզ հարց կա։ Բայց ուրիշ հարց է, չէ, հարց չի։ Այն որ հայտարարվում է, որ Տիկին Սաֆարյան, հարցի պատասխանը ավարտվեց, հարցի պատասխանները ստացաք։ Չէ, ես Պարոն Օրբելյան, նստեք, խնդրում եմ։ Տիկին Սաֆարյան, այն հարցը, որ դուք ուղղում եք